Abbas Kiarostami, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, իրանական կինոյի նոր ալիքի առաջամարտիկներից մեկն էր, ով հուլիսի 4-ին Ֆրանսիայում կնքեց իր մահկանացուն։ Նա նաև ոսկե արմավենու ճյուղմրցանակի դափնեկիր էր։ 2005 թվականին Ոսկե ծիրան կինոփառատոնում Քիարոստամին համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար արժանացել էր Փարաջանոֆյան Թալեր մրցանակին։ Նա նաև Ոսկե ծիրան կինոփառատոնի մտերիմ բարեկամներից էր։ Փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը մեզ հետ հարցազրույցում նշեց. Abbas Kiarostamiին հանրային աշխարհում շատ հայտնի էր եւ մենք ինքս ես կինոռեժիսոր եմ, որ տեսել եմ իր ֆիլմերից մեկ-երկուսը տարբեր երկրներում։ Ինչպես բոլոր փառատոնի տնօրենները երազում եք, որ մի օր Kiarostamiին գա, բայց չենք հավատում դրան, որովհետեւ մենք լինելով մոդիկ բարեկամներ Ռոտերդամի ֆեստիվալի, Մոսկվայի ֆեստիվալի, Բուսանի ֆեստիվալի, գիտենք, որ նրանք տասնյակ տարիներ սպասում են եւ հրավիրում Kiarostamiին եւ Kiarostamiին ժամանակ չէր գտնում գալու։ Եվ երկրորդ փառատոնին մեր, հենց երկրորդ փառատոնին երբ հրավիրեց նրան, եւ հանկարծ նա համաձայնվեց։ Եվ բոլոր փառատոնների տնօրենները, որոնք ներկայ են այստեղ, շոկ ապրեցին, որտեվ զարմացան այս անհայտ փառատոնը Ոսկե ծիրան, որ նոր սկսել է ճամփա, դուրս է եկել առաջին անգամ, եւ հանկարծ Abbas Kiarostami մեծ ռեժիսորը այցելում է ռետրոսպեկտիվով եւ իր ֆոտոնկարների ցուցանտեսով։ Դիմավորեցինք, եկավ, բացեցինք ցուցանտեսը, ցուցադրեցինք ֆիլմերը, բայց մի մեծ ընկերություն սկսվեց իմ եւ նրա միջեւ։ Մեծ ընկերություն, որտեվ առաջինը նա մեծ սեր ուներ դեպի հայերը, հայ ընկերներ շատ ուներ Պարսկաստանից, որոնց հետ մեծացել էր նույն փողոցում, նույն թաղամասում։ Հայկական մշակույթը շատ լավ գիտեր եւ սիրում էր հայկական մշակույթը։ Փարաջանով էր շատ սիրում հայկական կինոյի որոշ մարդկանց, որոնք իրան համար եղել են ուսուցիչներ։ Եվ սիրեց Ոսկե ծիրանը նույնպես։ Երևանը, Ոսկե ծիրանը, Հայաստանը շատ կապեց, ճամփորդեց Հայաստանով մեկ, ֆոտոներ արեց բավականին Հայաստանում եւ գնաց։ Կարծեցինք, որ շատ շնորհակալ ենք մեր բախտից, որ Kiarostamiին եկավ, ցուցադրեց ֆիլմերը, արեց ցուցանտես եւ գնաց։ Մի քանի տարի հետո նորից հրավիրեցի, նորից համաձայնվեց գալու։ Այդ ժամանակ արդեն վարպետության դասերով դպրոցի հետ, իսկ երրորդ անգամ եկավ արդեն իր ամբողջ ուսանողների հետ միասին։ Ուսանողները իրա եւ իմ ուսանողները միասին սկսեցինք դասավանդել, ինքը անցավ բոլորի հետ ֆիլմ նկարելու, տարբեր բարդություններ անելու կինեմատոգրաֆիկ, 8-10 ուսանողներ բերել հետ Պարսիկ, որոնք էլի սիրեցին Հայաստանը, էլի ֆիլմեր նկարեցին, մտերմացանք։ Նա դարձավ իմ ամենալավ մտերիմ բարեկամներից մեկը եւ իմ հարգած եւ սիրած ուսուցիչներից մեկը։ Ես չէի կարող անդարբեր անցնել այդ սկից, այդ կորուստից եւ մենք որոշեցինք մեր փառատոնում անպայման նշել, հարգել նրա հիշատակը։ Բացում ենք մեծ ցուցանտես, ֆոտոների ցուցանտեսը նրա եւ ցուցադրում ենք նրա լավագույն ֆիլմերից մեկը, Բալիհամը։ Եվ այստեղ կլինի նաեւ նրա սիրած դերասաններից մեկը, Էշադին, որը մեր մոտ ժյուրի անդամ է նաեւ հրավիրված, նա կներկայացնի ֆիլմը։ Եվ կարծում եմ Հայաստանը, հայ ժողովուրդը, հայ հանդիսատեսը, Ոսկե ծիրանի ամբողջ կազմակերպիչները երբեք չեն մոռանա նրան, որովհետև նա մեր ամենասիրելի, ամենահարազատ կինեմատոգրաֆիստներից մեկն էր եւ կմնա այդպիսին միշտ։ Քիարոստամիի ստացած մրցանակների շարքում են Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի բրոնզե ընձառյուծ մրցանակը, Կանի կինոփառատոնի Ռոսելիի մրցանակը, Բալիհամը ֆիլմի համար Կանի ոսկե արմավենու ճյուղ մրցանակը եւ Վենետիկի փառատոնի ժյուրիի մեծ մրցանակը։